Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում 99-րդ ավտոմայրուղու վրա խոշոր ավտովթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 20 մարդ վնասվածքներ են ստացել։ Միջադեպը տեղի է ունեցել ավտոճանապարհին, որտեղ միմյանց են բախվել միաժամանակ 17 մեքենա, այդ թվում բեռնատար։ Ոստիկանության տվյալներով վթարի հիմնական պատճառը եղել է խիտ մառախուղը։ Ճանապարհին տեսանելիությունը չի գերազանցել մոտ 4 մետրը։ Սկզբում 2 ավտոմեքենա կտրուկ նվազեցրել են արագությունը, ինչի հետևանքով հետևից ընթացող մեքենաները սկսել են արգելակել, ինչը հանգեցրել է շղթայական բախման։ Առաջացած խառնաշփոթի ընթացքում 2 վարորդ դուրս են եկել իրենց ավտոմեքենաներից, սակայն այդ պահին վրաերթի են ենթարկվել այլ ավտոմեքենայի կողմից։ Դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ ԱՄՆ անձնագիրը կորցրել է իր դիրքը։ Լոս Անջելեսում եւ մի շարք տեղերում գործարկվում է դրոնային առաքումը։ Պենտագոնը փորձարկում է մի սարք, որը լուրջ կերպով վատթարացնում է մարդկանց զգացողությունը։ Մանրամասները եւ օգտագործման պատճառները րոպեներ անց։ Թրամփը փոխում է վարկ ստանալու կանոնները։ Թրամփի եւ Իրանի իշխանությունների դեմ պայքարի մասին կան թարմացումներ։ Մամդանին սկսել է խոստացած բարեկարգումները Նյու Յորքում, թե որ ոլորտից է սկսել, կիմանաք հաղորդման երկրորդ մասում։ Նոր մանրամասներ ԱՄՆ գնաճի վերաբերյալ։ Իսկ Մասկը որոշել է հանդիպել այլմոլորակայիններին։ Անարգանք Լոս Անջելեսի շերիֆի հանդեպ Starbucks-ի աշխատակցի կողմից։ Դեպքի մանրամասները կիմանաք րոպեներ անց։ Նաև այսօրվա թողարկման համար նախապատրաստել ենք վիճակագրական նյութ այն մասին, թե ԱՄՆ-ում որքան մարդ ունի ընտանի կենդանի եւ արդյոք ամերիկացիները ավելի շատ շուն են նախընտրում, թե կատու։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին։ Ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին, դա լիովին անվճար է եւ ձեզանից կխլի ընդամենը 1 վայրկյան։ Ի դեպ չմոռանաք գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Վերջին 1 տարվա ընթացքում ԱՄՆ-ն կորցրել է 7 երկրի հետ առանց վիզայի մուտքի հնարավորությունը եւ այժմ ամերիկյան անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի այցելել 179 երկիր եւ տարածք։ Henley Passport Index-ի տվյալներով 2026 թվականին ամերիկյան անձնագիրը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, աշխարհում ամենահզոր անձնագրերի վարկանիշում։ Թեև այն 1 տարվա ընթացքում բարձրացել է 12-րդ հորիզոնականից, վերլուծաբանները նշում են, որ ընդհանուր միտումը մնում է բացասական։ ԱՄՆ-ն այժմ զիջում է 37 այլ երկրի, մինչդեռ անցյալ տարի այդ թիվը 36 էր։ Համեմատության համար 2014 թվականին ամերիկյան անձնագիրը զբաղեցրել էր առաջին տեղը։ Վերջին տասնամյակում ԱՄՆ-ի անձնագիրը գրանցել է նաև վարկանշային 3-րդ ամենախոշոր անկումը աշխարհում, 4-րդ տեղից իջնելով 10-րդ։ Ավելի մեծ անկում գրանցել են միայն Վենեսուելան եւ Վանուատուն։ Ամենահզոր անձնագրի վարկանիշում առաջին տեղն է Սինգապուրը առանց վիզայի մուտքով 192 ուղղություն։ Երկրորդ տեղը կիսում է Ճապոնիան եւ Հարավային Կորեան 188 ուղղություն, իսկ երրորդում են Դանիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան, Շվեդիան եւ Շվեյցարիան 186 ուղղություն։ Վարկանիշի ամենացածր հորիզոնականում է Աֆղանստանը, որի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել ընդամենը 24 երկիր։ Walmart-ը եւ Wing-ը հայտարարել են, որ առաջիկա 1 տարվա ընթացքում կընդլայնեն դրոններով առաքման ծառայությունը եւս 150 Walmart խանութներում։ Դրա արդյունքում ծառայությունը հասանելի կլինի ավելի քան 40 միլիոն ամերիկացիների։ Նոր ծրագրով դրոնային առաքումները կգործարկվեն մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում Լոս Անջելեսում, Սենթ Լուիսում, Սինսինատիում եւ Մայամիում։ Մնացած տարածքների մասին ընկերությունը խոստացել է տեղեկացնել ավելի ուշ։ Walmart-ը եւ Wing-ը նպատակ ունեն մինչև 2027 թվականը ԱՄՆ-ում ստեղծել ավելի քան 270 դրոնային առաքման կետերից բաղկացած ցանց։ Walmart-ի թվային մատակարարման փոխակերպման ԱՊԱԿ փոխնախագահը նշել է, որ դրոնային առաքումները թույլ են տալիս արագ հասցնել հաճախորդներին անհրաժեշտ ապրանքները, հատկապես արտակարգ կամ վերջին պահին առաջացած կարիքների դեպքում։
Պենտագոնը արդեն ավելի քան 1 տարի է, ինչ փորձարկում է մի գաղտնի սարք, որը ըստ աղբյուրների կարող է առաջացնել այսպես կոչված Հավանայի սինդրոմ։ Այդ վիճակը դրսևորվում է գլխապտույտներով, սրտխառնոցով, ուժեղ գլխացավերով և լսողության խանգարումներով։ CNN-ի փոխանցմամբ սարքի մշակման և փորձարկման համար ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը Պենտագոնի միջոցով վճարել է 8-անիշ գումար։ Լրատվամիջոցների աղբյուրներից մեկի խոսքով սարքը փոքր չափերի է և հնարավոր է տեղափոխել սովորական ուսապարկի մեջ։ Այն ստեղծում է հզոր իմպուլսային ռադիոալիքներ, որոնք կարող են ազդել մարդու նյարդային համակարգի վրա։ Նշվում է, որ սարքում օգտագործվել են Ռուսաստանում արտադրված որոշ բաղադրիչներ։ Հավանայի սինդրոմի մասին առաջին անգամ խոսվեց 2016 թվականին, երբ Կուբայում աշխատող ամերիկացի դիվանագետները սկսեցին բողոքել տարօրինակ առողջական խնդիրներից։ Հետագա տարիներին նման դեպքեր գրանցվել են աշխարհի տարբեր երկրներում, հատկապես Մոսկվայում և կրկին Հավանայում։ Դիվանագետների և պաշտոնյաների մի մասը համոզված է, որ ԱՄՆ կառավարությունը կարող է թերագնահատել կամ չբացահայտել տվյալներ, որոնք մատնանշում են Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությունը։ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերացրել է Ջո Բայդենի ժամանակ ընդունված կանոնները, որոնք բանկերին արգելում էին վարկ տրամադրելիս հաշվի առնել դիմորդի միգրացիոն կարգավիճակը։ Որոշումը ընդունել են սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն և ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ Բայդենի վարչակազմը նախկինում պնդում էր, որ միգրացիոն կարգավիճակի հարցը վարկավորման ընթացքում կարող է հանգեցնել խտրականության և հակասել հավասար հնարավորությունների մասին օրենքներին։ Այդ մոտեցումը նպատակ ուներ հեշտացնել վարկերի հասանելիությունը անօրինական միգրանտների և ժամանակավոր վիզա ունեցող անձանց համար։ Նոր որոշմամբ իշխանությունները թույլ են տալիս բանկերին կրկին հաշվի առնել դիմորդի իրավական կարգավիճակը։ Արդարադատության նախարարության խոսքով սա վերադարձ է գործող դաշնային օրենքների տրամաբանությանը։ Հանրապետականները երկար ժամանակ քննադատում էին նախկին կանոնները, նշելով, որ բանկերը մեծ ֆինանսական ռիսկերի են ենթարկվում, եթե վարկառուն կարող է արտաքսվել և դուրս գալ ԱՄՆ իրավական համակարգից։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ընթացող բողոքի ցույցերի մասնակիցներին աջակցելու համար ամերիկյան օգնությունը արդեն ճանապարհին է։ Միաժամանակ նա տեղեկացրել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է Թեհրանի հետ բոլոր բանակցությունները։ Թրամփը կոչ է արել իրանցի ցուցարարների շարունակել պայքարը և վերահսկողության տակ վերցնել պետական հաստատությունները։ Նա նաև հորդորել է փաստագրել այն պաշտոնյաների անունները, որոնք նրա խոսքով պատասխանատու են ցուցարարների սպանությունների և իշխանության չարաշահման համար, նշելով, որ նրանք հետագայում պատասխանատվության կենթարկվեն։ ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ Իրանի իշխանությունների հետ որևէ հանդիպում չի կայանա այնքան ժամանակ, քանի դեռ իր ձևակերպմամբ չեն դադարել խաղաղ ցույցերի ընթացքում շարունակվող սպանությունները։ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է քաղաքում հանրային զուգարանների թվի ավելացման և դրանց արդիականացման ծրագրերի մեկնարկի մասին։ Նրա խոսքով Նյու Յորքում, որտեղ կարելի է գտնել գրեթե ամեն ինչ, հաճախ ամենադժվարը հասարակական զուգարան գտնելն է։ The New York Times-ի փոխանցմամբ քաղաքային իշխանությունները նախատեսում են փողոցներում տեղադրել նոր մոդուլային զուգարաններ։ Ծրագրի իրականացման համար հատկացվել է $4 միլիոն։ Նյու Յորքում ապրում է ավելի քան 8 միլիոն մարդ, սակայն ներկայումս գործում է մոտ 1000 հանրային զուգարան։ Սա նշանակում է միջինում 1 զուգարան յուրաքանչյուր 8500 բնակչի համար։ Քաղաքապետի խոսքով այս նախաձեռնությունը փողոցային ենթակառուցվածքների բարելավման լայն ծրագրի մաս է կազմում, որը նրա նախընտրական քարոզարշավի հիմնական խոստումներից մեկն էր։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Մասկին պատկանող արհեստական բանականության չաթբոթը Grok-ը մինչև այս տարվա հունվարի վերջ կստանա հասանելիություն Պենտագոնի անհրաժեշտ տվյալներին, այդ թվում հետախուզության բազաներին։ Հայտարարությունը նա արել է Թեքսասում SpaceX ընկերությունում ունեցած ելույթի ընթացքում։ Հեքսեթի խոսքով առաջիկայում Պենտագոնում կկիրառվեն աշխարհի լավագույն արհեստական բանականության մոդելները, ինչպես բաց, այնպես էլ գաղտնի ցանցերում։ Նա ընդգծել է, որ մերժում է այնպիսի արհեստական բանականության համակարգերը, որոնք թույլ չեն տալիս պատերազմ վարել, նշելով, որ Պենտագոնի համար նախատեսված արհեստական բանականությունը կաշխատի առանց գաղափարական սահմանափակումների։
ԱՄՆ-ում տարեկան գնաճը դեկտեմբերին կազմել է 2.7%, ինչը համընկնում է տնտեսագետների սպասումների հետ։ Սա գնաճի ամենացածր մակարդակն է վերջին ամիսներին, սակայն այն դեռ բարձր է դաշնային պահուստային համակարգի նպատակային 2%-ից։ Միևնույն ժամանակ գների փոփոխությունները տարբեր ապրանքների դեպքում տարբեր են եղել։ Վերջին մեկ տարվա ընթացքում սուրճը թանկացել է մոտ 20%, տավարի միսը շուրջ 16%, իսկ հավկիթը հակառակը էժանացել է մոտ 20%-ով։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչությունը արձագանքել է նորվոքի Starbucks սրճարանում տեղի ունեցած միջադեպին, երբ սրճարանի աշխատակիցը շերիֆի սուրճը մատուցել է բաժակով, որի վրա ձեռքով նկարված խոզի պատկեր է եղել։ Վարչության հայտարարության մեջ նշվում է, որ խոզի պատկերը հաճախ օգտագործվում է իրավապահներին վիրավորելու կամ նվաստացնելու համար և տեղի ունեցածը որակվում է որպես ծայրահեղ վիրավորական, անտեղի և անընդունելի պահվածք։ Շերիֆի աշխատակիցը իր ինստագրամյան էջում գրել է, որ միջադեպը տեղի է ունեցել 16 ժամ տևած հերթափոխի ընթացքում, երբ նա սրճարան էր մտել պարզապես սուրճ վերցնելու և ծառայությունը շարունակելու համար։ Դա հիասթափեցնող և անհարգալից էր, հատկապես համայնքին ծառայելու երկար օրվանից հետո, գրել է նա։ Շերիֆի վարչության փոխանցմամբ պատգամավորը միջադեպի մասին հայտնել է սրճարանի ղեկավարությանը, որը խոստացել է անցկացնել ներքին քննություն։ ԱՄՆ-ի 3 նահանգներում՝ Ջորջիայում, Հարավային Կարոլինայում և Օրեգոնում իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տներում, քանի որ օդը վտանգավոր մակարդակի աղտոտված է։ Մի շարք շրջաններում օդում գրանցվել են թունավոր մանրամասնիկների բարձր ցուցանիշներ, որոնք կարող են վնասել սիրտն ու թոքերը, իսկ գայուն մարդկանց մոտ նույնիսկ առաջացնել սրտային կաթվածներ և շնչառական ծանր խնդիրներ։ Ամենածանր իրավիճակը նկատվում է Հարավային Կարոլինայի Օգուստա քաղաքում և շրջակա տարածքներում։ Մասնագետների տվյալներով աղտոտման հիմնական աղբյուրներն են ավտոմեքենաների արտանետումները, արդյունաբերական արտահոսքերը և փայտի այրումը։ Կանխատեսումների համաձայն օդի վտանգավոր աղտոտվածությունը կարող է շարունակվել մինչև շաբաթվա վերջ։ Ատլանտյան օվկիանոսում մարիները նավթային տանկերի գրավման ընթացքում Դանիան աջակցել է ԱՄՆ-ին, թե ինչ բնույթի է եղել աջակցությունը, ռազմական, հետախուզական կամ լոգիստիկ չի հստակեցվում։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկի խոսքով նման գործողությունների ՆԱՏՕ-ի դաշնակիցների մասնակցությունը դիտվում է որպես սովորական համագործակցություն։ Լուրը տարածվում է այն ֆոնին, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է խոսել Դանիային պատկանող կիսաավտոնոմ Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու հնարավորության մասին։ Թրամփը քննադատել է Դանիայի վարչապետին, որը հայտարարել էր, որ Գրենլանդիան ցանկանում է մնալ Դանիայի կազմում։ Դա իրենց խնդիրն է։ Ես դրա հետ համաձայն չեմ, ասել է Թրամփը լրագրողներին, հավելելով, որ այդ հարցը Դանիայի համար կարող է լուրջ խնդիր դառնալ։ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները հաստատել են օրինագիծ, որով $653 միլիոն կտրամադրվի Ամերիկայի ձայն մեդիակազմակերպության մայր կառույցի ֆինանսավորմանը։ Օրինագծով նախատեսվում է $643 միլիոն հատկացնել ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալության միջոցով իրականացվող հեռարձակման համար, ինչպես նաև մոտ $10 միլիոն կապիտալ վերանորոգման նպատակով։ USAGM-ի ենթակայության տակ են գործում Ամերիկայի ձայնը և Ազատություն ռադիոն։ The Washington Post-ի փոխանցմամբ վերջին 2 տարիների ընթացքում գործակալությունը ստացել է մոտ $200 միլիոն ավելի ֆինանսավորում։ Ներկայիս հատկացումը ավելի քան 4 անգամ գերազանցում է այն $153 միլիոն, որը Թրամփը խնդրել էր կոնգրեսից USAGM-ի կարգավորված փակման համար։ 2025 թվականի մարտին Թրամփը ստորագրել էր հրամանագիր մի շարք դաշնային կառույցներում աշխատակազմի կտրուկ կրճատման մասին, այդ թվում USAGM-ում։ Դրանից հետո Ամերիկայի ձայնը առաջին անգամ դադարեցրել էր հեռարձակումը իր հիմնադրումից 1942 թվականից ի վեր։ Մասկը հայտարարել է, որ իր մեծ նպատակներից մեկը այլ մոլորակային քաղաքակրթության հետ հանդիպելն է։ Նրա խոսքով հենց այդ գաղափարն է կանգնած SpaceX-ի երկարաժամկետ ծրագրերի հիմքում։
Մասկը նշել է, որ ընկերությունը նախատեսում է ստեղծել մեծ տիեզերանավեր, որոնք ապագայում կկարողանան մարդկանց տեղափոխել ոչ միայն Լուսին և Մարս, այլ նաև ավելի հեռավոր մոլորակներ։ Մենք ցանկանում ենք, որ Star Trek-ը դառնա իրականություն։ Մեր նպատակը իրական աստղային նավատորմ ստեղծելն է, ոչ թե ֆանտաստիկ ֆիլմ նկարելը, ասել է նա։ Մասկի խոսքով, տիեզերական հետազոտությունների ապագան չի սահմանափակվում միայն Մարսով։ Նրա պատկերացմամբ մարդկությունը մի օր կհասնի նաև այլ աստղային համակարգեր, որտեղ հնարավոր կլինի հանդիպել այլ մոլորակայինների և հայտնաբերել վաղուց անհետացած քաղաքակրթությունների հետքերը։ Նա ընդգծել է, որ սա իր համար պարզապես երազանք չէ, այլ հստակ նպատակ, որի ուղղությամբ SpaceX-ը արդեն աշխատում է։ ԱՄՆ-ում միլիոնավոր ընտանիքների համար օրը սկսվում է ոչ թե զարթուցիչից, այլ շան հաչոցից կամ կատվի մլավոցից։ Ընտանի կենդանիները վաղուց դարձել են տան լիրավ անդամներ, ազդելով մարդկանց առօրյայի, ծախսերի և անգամ բնակության ընտրության վրա։ Բայց տարիներ շարունակ նույն հարցն է ամերիկյան ընտանիքներում՝ շներ թե կատուներ։ Թվերը հստակ ցույց են տալիս, թե որ կենդանիներն են այսօր գերակշռում և ինչու է այդ ընտրությունը այդքան տարբեր։ ԱՄՆ-ում շուրջ 130 միլիոն տնային տնտեսություն կա, այսինքն առանձին ընտանիք կամ բնակարան։ Նրանցից մոտ 66%-ը ունի առնվազն մեկ ընտանի կենդանի։ Վիճակագրության համաձայն շները շարունակում են առաջատար լինել, կազմելով 50%, սակայն կատուների սիրահարների թիվը նույնպես մեծ է, այն կազմում է 36%։ Տարբերությունը միայն թվերով չի սահմանափակվում, շների և կատուների տերերի ապրելակերպը, ծախսերը և նույնիսկ բնակավայրի ընտրությունը հաճախ զգալիորեն տարբերվում են։ Շուն ունեցող ընտանիքները միջինում ավելի ակտիվ կենսակերպ են վարում և ավելի հաճախ ապրում են մասնավոր տներում։ Կատու ունեցողները հիմնականում ապրում են բնակարաններում և ավելի քիչ են կախված բաց տարածքներից։ Շուն ունեցող ընտանիքների միջին տարեկան ծախսը կազմում է $1200-ից $1500, իսկ կատու ունեցող ընտանիքները $800-ից $1000։ Տարիքային պատկերը նույնպես հետաքրքիր է։ Երիտասարդներն ու տարեցները տարբեր նախասիրություններ ունեն ընտանի կենդանու ընտրության հարցում։ 18-ից 34 տարեկանների շրջանում ավելի տարածված են կատուները, հատկապես քաղաքային միջավայրում։ 35-ից 54 տարեկանների և երեխաներ ունեցող ընտանիքների շրջանում գերակշռում են շները։ 65 և ավելի տարեկանների շրջանում շների և կատուների թիվը գրեթե հավասար է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շների և կատուների ընտրությունը ԱՄՆ-ում միայն կենդանու հանդեպ սիրո հարց չէ։ Այն արտացոլում է ապրելակերպի ժամանակի առկայությունը, բնակության պայմանները և ֆինանսական հնարավորությունները։ Շները շարունակում են մնալ ամենատարածված ընտանի կենդանիները, սակայն կատուների թիվը նույնպես կայուն աճում է, հատկապես քաղաքային և երիտասարդ ընտանիքների շրջանում։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Թենեսիի Գաթլինբուրգ քաղաքում մի վայրի առջ արդեն 4-րդ անգամ ներխուժել է նույն ընտանեկան քաղցրավենիքների խանութը, որը գործում է ավելի քան 35 տարի։ Կենդանին ամեն անգամ կոտրում է ապակե դուռը և քաղցրավենիք որոնելու նպատակով ներս մտնում։ Խանութի տերերի խոսքով արջը շրջել է դարակներն ու խոհանոցային պարագաները, թխվածքաբլիթներ ու կոնֆետներ սփռել ամբողջ տարածքում և զգալի վնաս հասցրել։ Նրանք միջադեպը հումորով են ներկայացրել Facebook-ում, գրելով՝ խնդրում ենք նրան դիետա պահել։ Բիլ և Հիլարի Քլինթոնները հրաժարվել են ներկայանալ ԱՄՆ կոնգրեսում և ցուցմունք տալ Ջեֆրի Էփշթեյնի գործով, հայտարարելով, որ իրենց ուղարկված ծանոթագրերը անբավեր են և իրավական ուժ չունեն։ Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը նախազգուշացրել էր, որ նրանց կարող է պատասխանատվության ենթարկել, եթե չներկայանան լսումներին։ Քլինթոնները նշել են, որ գործի շրջանակում արդեն իսկ ներկայացրել են գրավոր ցուցմունքներ երդման տակ և հավելել, որ Քոմերի գործողությունները իրենց նկատմամբ համարվում են քաղաքական հետապնդում։
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է Թենեսիի ավտոճանապարհային բարեկային ծառայության աշխատակիցը Մեմֆիսում փորձում շրջանցել բողոքի ակցիայի մասնակցին, որը դիտավորյալ պառկել է ծառայողական մեքենայի դիմաց, ձևացնելով, թե իրեն հարվածել են։ Կադրերում երևում է, որ տղամարդը դուրս է գալիս սպիտակ ամենագնացի հետևից, կանգնում մեքենայի առաջ եւ բարձրացնում ձեռքերը, մինչդեռ Պարեկը բարձրաձայն պահանջում է ազատել ճանապարհը։ Իրավապահների հայտարարությամբ մեքենան ցուցարարին չի հարվածել, իսկ միջադեպը դիտավորյալ բեմադրված է եղել կեղծ տպավորություն ստեղծելու նպատակով։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, հուսամ հավանեցիք հաղորդումը։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ մեկնաբանությունները եւ ոգեշնչվում դրանցից։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։